Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր մեր հյուրը շատ երկրասպասված հյուր, Պրոտոն բժշկական ախտորոշիչ եւ գիտակրթական կենտրոնի համահիմնադիր տնօրեն, մեր ավագ գոլեգա բժիշկ ռադիոլոգ Նարեկ Գարեգինի Մատինյանն է։ Բարև ձեզ դոկտոր ջան։ Բարև ձեզ Շանիկ ջան, Մերի ջան։ Իրականում ասպասված Շատ ուրախ եմ ձեզ տեսնել եւ շնորհակալ եմ հրավերի համար։ Սկսենք։ Միջև սկսել են նվեր եմ դրա։ Վայ, Ինչ հաճելի է։ Քանի որ զանգը ես ստացած էր հրավերի արտերկրում, Քեմբրիջում էի ու մտածեցի ինչ նվեր կարող եմ տալ իմ շատ սիրելի գոլեգաներին։ Ինձ թվում է հետաքրքիր գիրք կլինի, ընդհանրապես գրքից լավ նվեր չկա, գիտեք, չէ՞։ Նշանակ։ Իմ կարծիքով այս գիրքը հետաքրքիր կլինի Trinity College-ի մասին է։ Այնպես որ սիրով նվիրում եմ ձեզ։ Շատ մերսի, ինչ հետաքրքիր է, որ հետաքրքիր ընթերցում կունենանք։ Սկզբից ես եմ տանել։ Շատ շնորհակալ ենք, իսկ թվում է մենք Ոդքսել բարի լինի ձեր podcast։ կենտրոնում եմ, որ Ողջունում եմ ձեր գործունեությունը, շուտվանից ձեր անձնական աճին եմ հետևում ու շատ ուրախ եմ ձեր ձեռքբերումների համար։ Համեստաբար լռենք։ Մենք միշտ նշում ենք։ Ու հիմա էլ ողջունում եմ այս podcast-ը, որովհետև ելի եմ ասելու կրկնեմ, մեր բնակչությունը որակյալ, գիտահեն եւ up to date գիտելիքի կարիք ունի։ Համոզված եմ, որ նման տիպ պրոյեկտները նպաստելու են միայն մեր ոչ միայն գոլեգաների, այլ նաեւ բուժառուների կրթմանը եւ շարունակական զարգացմանը։ Իրականում մեր կլինիկայի գերագույն նպատակը հենց դա էր, այսինքն կրթել պացիենտներին, ցանկացած պարագայում մենք գովազդի կամ հովանավորության նպատակով չենք այս ամենը անում, այլ անում ենք մեր հասարակությանը այլ ավելի մատչելի կերպով ներկայացնելու ընդհանուր բժշկության վիճակը Հայաստանում եւ շատ մենք ձեզ երկար տարիներ ճանաչում ենք հետագայում ոդկասթի ընթացքում ես անպայման կուզենամ նշեմ թե ինչ մեծ դեր եք դուք ունեցել մեր մասնագիտական զարգացման հարցում ու մի անգամ չի որ մենք նշել ենք մեր ոդկասթի անընդհատ ենք խոսում Շնորհակալ եմ կուզենայինք ավելի շատ ձեր բժիշկ դառնալու մասին դուք խոսեք, այսինքն ոնց բժշկություն ընտրեցիք եւ ոնց հետո ճյուղը դառավ ռադիոլոգիա։ Բժշկությունը ընտրել եմ դեռ փոքրուց, մանկուց, պապիկս երջանկայի շատակ, աշխատում էր բժիշկ չէր, ֆելդշեր էր մասնագիտությամբ, բայց երկար տարիներ, մոտ 50 տարի աշխատել է Վանաձորի բժշկական կենտրոնում, այն ժամանակ Կիրովականի բժշկական կենտրոնում, գլխավոր տնտեսվար եւ այլ հաստիկներ, ու ես փոքրուց տեսել եմ այդ բժշկական ոգին մեր տանը։ Ու ի սկզբանե այլ նպատակ չեմ ունեցել։ Իհարկե, պապիկս նաև ցանկանում էր, որ ես ջութակ նվագեմ, ստիպված գնացի 6 տարի, 7 տարի ջութակի, մինչև վերջին օրը ինքը ջութակին քյամանչա էր ասում։ Առաջի մի տարին ծանր էր ջութակները ջարդում էի հերթով հաջորդ օր նորն էի ստանում, բայց հետագայում ի շնորհիվ իմ ուսուցչի, ընկերների սիրեցի նաև այդ ուղղությունը եւ իդեպ ձեր խոսքի մեջ դուք նշեցիք այդ դերը կամ ինչ որ օգնություն, կրթություն եւ ես շատ շնորհակալ եմ որ դուք դա հիշում եք ու մենք բոլորս պետք է հիշենք մեր բոլոր ուսուցիչներին կապ չունի։ Ես համոզված եմ դուք շատ լավ հիշում եք ձեր դասղեկին, ձեր դասվարին առաջ դասարանի, ես նույնպես իմ համար նրանք շատ մեծ դեր ունեն եւ այն մարդիկ ովքեր օրինակ առաջին անգամ ինձ ծանոթացրել են MRT մեթոդին, առաջին անգամ սովորեցրել են ինչ որ մի ռեժիմ ծրագիր կամ եզրակացության նույնիսկ կոմպոնենտ գրել, ես այդ մարդկանց ուղեղից մեջ մի հատուկ տեղ եմ հատկացրել ու որտեղ էլ տեսնեմ ես ինչով հնարավոր է փորձում եմ օգտակար լինել։ Հիշում եք եկանք դեռ այլ կենտրոնում էիք աշխատում, մենք էլ նոր արդինատորներ էինք MRT, մտանք դուք էլ ցենց լուրջ նստած էիք, ասեցիք սուբտրակցիա մեթոդին ծանոթ եք, թե չէ մենք էլ ասենք, «Ոյ, ինչ է այդ սուբտրակցիան, որ Մատինյան Նարեկը սուբտրակցիայով զբաղվում»։ Տենց հիմա գիտենք ինչ է սուբտրակցիան, շատ ամեն ինչը դիպուկ հիշում ենք, ինչա կատարվել մեր հետ։ Շնորհակալ եմ ու մենք պետք է միջև կյանքի վերջ մեր բոլոր թե ուսուցիչներին, թե գոլեգաներին, ովքեր օգնել են մեզ, հիշենք, նույնիսկ համալսարանից ես քիմիայի դասախոսից սկսած վերջացրած մեր դեկանով եւ ռեկտորով հիշում եմ ամեն մի փոքր օգնություն, որոնք նրանք ցուցաբերել են։ Համոզված եմ նրանք մոռացել են դրա մասին։ Դուք հիշում եք այդ սուբտրակցիայի պահը։ Հիշում եմ, հիշում եմ։ Ինչ վերաբերում է ինտրուդիությանը, սկզբից ես որոշել էի դառնալ պլաստիկ վիրաբույժ։ Ու նույնիսկ կրթական ծրագիր էի վերցրել ԱՄՆ-ում, կհիշեք ֆլեքս ծրագիր կար որ ԱՄՆ մի տարի ապրելուց հետո վերադարձա Հայաստան ու համալսարանի երկրորդ կուրսում էր, նորից գնացի 3 ամսով համառային արձակուրդները։ Ու այնտեղ նույնիսկ պլաստիկ վիրաբուժության կլինիկա գտա։ Ուղղակի փողոցից մտա, տնօրենին տեսա, ասի 3 ամսով եկել եմ Հայաստանից, ուզում եմ մասնագետ դառնալ։
Ինքը գիտեք ինչ ինձ զարմացրեց, որ իմ համար խորթ էր այդ ժամանակահատվածում։ Այսօր նույնպես շատերի համար կարող է դա խորթ լինել։ Իր սեփական կլինիկան էր, ինքը վիրահատության ժամանակ կանգնում էր թեք դիրքով, ու իր համար դա շատ բարդ էր։ Ես զգում էի, որ ինքը անհարմար է վիրահատում, որովհետեւ ես կանգնեմ իր դիրքից, նայեմ վիրահատության այդ դաշտը։ Ու դա ինձ շատ ուժեղ մոտիվացրեց, ու ես որոշել էի դառնալ պլաստիկ վիրաբույժ։ Ու երբ որ Մոսկվայում երջանկայի շատակ ակադեմիկ Միլանով կար, ով որ պլաստիկ վիրաբույժության այդ աստվածներից էր, իր հետ հեռահար պայմանավորություն ձեռք բերեցի ու պայմանավորեցի, որ ես գնում եմ պլաստիկ վիրաբույժության արձինատուր ընդունվել։ Օդանավի մեջ այսօրվա պես հիշում եմ, կար ժուրնալ, որի մեջ արտիկլ էր MRT-ի մասին։ Կարդացի մի քանի անգամ այդ նույն արտիկլը։ Իջա, գնացի Պետրովսկու անվան խիրուրգիայի եւ գիտակրթական կենտրոն, իմ այդ հայտնի մեր հայկական կոնյակով ամեն ինչով մոտեցա ակադեմիկ Միլանովին, ասի շնորհակալ եմ հրավերի համար, ընդունելության համար, բայց եկել եմ ասել, որ ես գնում եմ MRT։ Ես նույնիսկ չգիտեի այդ ժամանակ այդ կլինիկայում MRT կա թե չկա, նույնիսկ ոչ մի բան չգիտեի, ուղղակի սեր առաջի հայացքից։ Իսկ այդ ժամանակ Հայաստանում արդեն կար MRT։ Հայաստանում կար եզակի 3-4 MRT սարքեր 03 Տեսլա։ MRT ոդքասթի գործընկերն է MRT կլինիկը։ 3 Տեսլա հզոր MRT սարք, փորձառու բժիշկ ռադիոլոգներ, պատասխանները տրամադրվում են ընդամենը 1-2 օրում։ Մեզ մոտ ամենամատչելի արժեքն է, գործում է առողջության համընդհանուր ապահովագրություն, ինչպես նաև անհատական ապահովագրություն։ Ձեր MRT-ն MRT կլինիկում։ Ես համարում եմ, որ MRT-ի հիմնադիրները այս քաղաքում դա մեր ուսուցիչներն են եւ Նարեկ Գարեգինը չէ, միանշանակ։ Եկեք հիմնադիր բառը չասենք, որտեղ իմ ամենաճիրած բառը հիմնադիր։ Մենք կարող ենք ասել մեծ ավանդ ունենք, կարող ենք ասել ինչ որ մի փոքրիկ լումա ունենք, բայց այդ հիմնադիր բառը կա չէ, ինչ որ հիմնադիր գիտեք ով է MRT-ի։ Պրայմոն Դամադյան, այսինքն նրանց ենքով ուրիշ անուններ չպետք է հնչեցնել։ Իդեպ այդ ֆոնի ես մի բան նշեմ, ուղղակի միշտ մենք ավելի երիտասարդ ռադիոլոգներս շատ հաճախ պատասխան գրելուց օրինակ ասում ենք մեր այսինչ ուսուցիչը այսպես է գրում կամ Մատինյան Նարեկը այսպես է գրում, մենք էսենց գրենք եւ այլն, այնպես որ միանշանակ այդ շատ բայց մի բան էլ ֆիքսենք, որ որքան դուք եք մեզնից սովորում, այնքան էլ մենք ենք սովորում ձեզնից։ Ու դա ամենօրյա մեր պրակտիկայում ենք ցուցադրում, օրինակ եթե բարդ кейս ունենք, չգիտեմ այլ կլինիկաներում ինչպես է, Պրոտոնում կապ չունի քանի տարվա փորձ ունեցող բժիշկ է, բայց բոլորով հավաքվում ենք մի кейսի շուրջ եւ քննարկում։ Ու շատ հաճախ նույնիսկ նորավարտ բժիշկները մեր, նույնիսկ կոորդինատորներ, ովքեր անցնում են կրթական որոշակի կոմպոնենտներ, իրենք կարող այնպեսի միտք ասեն, որ մեր մտքով չի անցել։ Դրա համար MRT-ն ես միշտ համարում եմ թիմային աշխատանքի արդյունք։ Միշտ մեր համար այդ հիմա որպես առաջնային դրված նպատակա, որ մեր մոտ ամբողջ թիմը աշխատի թիմային ու մենք էլ ունենք մեզնից ավելի մենք էլ ենք հասել են տարիքին, որ ունենք մեզնից ավելի փոքր տարիքով մարդիկ, ովքեր որ չգիտեմ, մեկը USML-ի է հանձնում, մեկը գնացել է ինչ որ տարբեր Լոնդոնում վերապատրաստվել է ու միշտ իրանք էլ իրանց ներդրումն են ունենում, միշտ ամեն մեկը մի հատ ավել բան կարդում է, մի հատ ավել բան ասում է, ունենում ենք մեծ ինչ որ sense թմային Լիովին արդյունք, ու շարունակելով երբ գնացի արդեն հրաժեշտ տվեցի Միլանովին, արդեն ճշտեցի, որ այդ կենտրոնում կա MRT-ի բաժանմունք եւ առանց վարանելու ընդունվեցի արձինատորան եւ որ չխափեմ առաջ օրվանից MRT-ում եմ եղել։ Նույնիսկ այդ ռենտգենի սոնոգրաֆիայի կատեի ցիկլերի ժամանակ հնարավորինը շատ փորձում էի MRT-ում լինել, քանզի իմ համար MRT-ն լրիվ ուրիշ աշխարհ էր։ Ու ավարտելուց հետո վերադարձա Հայաստան ու մինչ օրս զբաղվում եմ եւ մինչեւ կյանքի վեր զբաղվել եմ MRT-ով։ Համոզված եմ դուք եք MRT-ին այնքան շատ Ես միշտ ասում եմ, ամենալավ մասնագետները կներեք իհարկե, ամենալավ մասնագետները են մասնագետներն են, ովքեր որ իրանց գործի երկրպագուն են, իրանց գործի ֆանատն են, ու կարծում եմ այս սեղանի շուրջ առհասարակ այս սենյակում մենք բոլորս այդպեսին ենք, դրա համար էլ փորձում ենք։ Շանիկ ջան, թվացնպես բան է MRT-ն։ Նույնիսկ ճամփորդելիս ես եթե այդ օրվա ընթացքում գոնե մի 30 րոպե մի ժամ չնայեմ MRT-ի պատկերներ, ոնց որ ինչ որ մի բան այն չի իմ ուղեղում։ Չեն զանգել, այսօր Շանիկ տկամանին չեն զանգել, մի հատ ինչ որ հարց տվել, այն չի էլի։ Իսկ մի հատ sense բան հարցնեմ էլի։ Չեք մտածում, որ օրինակ կուզենայիք նաև կատեից ինչ որ ինֆորմացիա ունենալ կամ տեսեք, մենք ի սկզբանե դա եկել է շատ երկար տարիներ առաջ, մենք equipment based radiology ենք սովորել։
ու դա ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում եւ Սովետ Union այդ երկրներում։ Այսինքն ես օրինակ ճակերտավոր MRT-ի մասնագետ եմ, Պողոսը կատեի, Պետրոսը սոնոգրաֆիայի։ Բայց այսօրվա ռադիոլոգիան բավականին մեծ տենդենսով գնում է դեպի organ-based։ Ու organ-based radiology-ի մեջ մենք պետք է ամեն ինչից համապատասխան ինֆորմացիա ունենանք եւ մեր նույն տեսլականի մեջ էլ հենց այդ կոմպոնենտը կա, այսինքն մենք պլանավորում ենք նաեւ հետագա ձեռք բերել կատե սարքեր, սոնոգրաֆիաներ եւ նույն մեր ռադիոլոգները, ովքեր այսօր հիմնական զբաղվում են MRT-ով, նաև վերապատրաստումներ անցնեն, որ բավական հեշտ է լինելու ի դեպ ասեմ։ Որտեւ իմ համար թող չնեղանան ինձնից կատեով զբաղվող մեր գոլեգաները, կատեն դա նույն տեմեկ ռեժիմն է մեր։ Իրականում հավելյալ ինֆորմացիա այսպես ստանալով, ասեմ ավելին, պատերազմի ժամանակ մոտ ինչքան ամսից ավել ես միայն կատեով եմ զբաղվել։ Ու առաջի օրը երբ որ գնացինք առաջնագից հետո Գորիս ու Ստեփանակերտ MRT սենյակներ ես անձամբ եմ փակել, նույն Ստեփանակերտի MRT կաբինետը, որտեղ այդ պահին բեկորով մեր զինվորին կարող է նույնիսկ վայրապետը կամ այսպես զինվորներից մեկը չիմանալով մտցնի MRT-ի սարք, որը հակացված է եւ այնտեղ բոլոր հետազոտությունները արվում էր կատով։ Ու ինչ հասկացա մի գիշերվա մեջ, որ ինձ միայն պետք է կրծքավանդակ վերհիշել ու մնացածը նույն որովայնը փոքր կոնքը իմ համար շատ ծանոթ վիզուալիզացիա էր հաշվի առնելով տեմեկ ռեժիմը։ Թե չէ մենք հիմա փորձում ենք ներդնել այդ ամեն ինչը մեր կենտրոնում Հովանես Պողոսովիչի գլխավորությամբ ու փորձում ենք այդպես աշխատել։ Ես ու Մերին էլ հիմա շատ հակված ենք, որ մենք էլ սովորենք կատե նայել ու չգիտեմ, մտածում եմ, որ կարող ենք հաջողել մենք այդ դե միանշանակ բայց կատեի բժշկին դա չեք կարող բացատրել ամեն դեպքում իրանք ցանկացած բարակայում MRT-ն իմ համար ավելի գունավոր աշխարհ է թողելի ինձ ներեն մեր ընկերները բայց տեսեք սա ճաշակի հարց է սա նույն BMW եւ Mercedes-ի մրցաշարն է, սա նույն Pepsi եւ Coca-Cola-ի եւ iOS եւ Android-ի, Apple-ի եւ Android-ի։ Մեր սաղ թողարկումների ընթացքում մենք փորձում ենք հասկացնել մարդկանց, որ իրանք մրցակից մեթոդներ չեն, այլ իրանք փոխլրացնող են, այսինքն մի հետազոտությունը եւ կատեով եւ MRT-ով պետք է նայվի։ Այն օրը մի հետաքրքիր кейս եմ ունեցել, ստենտեր դրված վիրուսունգյան ծորանում ու MRT-ով շատ դժվար էր տարբերակվում ինքը, որ ծորանը լիներ, հետո մեկը լայնացում էր գնում։ Կատեն բացեցինք հստակ այդ ստենտիկի ծերևը, որտեվ դե գիտեք ավելի հստակ է կատեով վիզուալիզացիան, ամեն դեպքում ես եթե կատեի մասնագետել լինեի, այսինքն դիաբետե եւ կատե եւ MRT մեթոդին շատ ինձ ավելի հեշտ կլիներ։ Տեսեք, մենք հակառակն ունենք, ես տարիներ առաջ միշտ նշում եի, որ ոսկրային հյուսվածքի համար միայն կատե, բայց այսօր նույն MRT-ով ես օրինակ միելոմային հիվանդության ժամանակ օջախների տեսակներ կան վաղ շրջանում, որոնք նույնիսկ թիրախային փորձում են գտնել կատեով չեն երևում։ Այսինքն մեկը մյուսին միանշակ փոխարինելով օստեոպորոզ ասվածը, որ այն ժամանակ ասում էինք սցինտիգրաֆիա, ոսկրի խտություն եւ այլն, մենք MR ազդակով կարողանում ենք այդ օստեոպորոզը։ Ուզում եմ այն кейսը պատմեմ, հիշում ես, պացիենտ է եկել մոտս ուղակի մեջքի ցավերով 60-անց տղամարդ է, ամբողջը տեսնում եմ, որ մետաստատիկ ախտահարված է, ուղարկում եմ իմ ծանոթ ռադիոլոգին, ասում եմ ուշադիր եղել էլի, սաղ ողերը ախտահարված են, զանգում է հետ, ասում է Մերի ջան բան չկա։ Ես արդեն եմ որ sense ասում եմ վայ կարող է մարդուն սխալ դիագնոզ եմ տվել վերանայում եմ ասում չէ հաստատ մի բան կա այդ մարդը գնում է հաջորդ օրը պետի ամբողջ ողնաշարը sense փայլում է մետաստազներով այդ վատ ելք է ունենում այդ кейսը բայց փաստացի եթե ուղղորդեին մենակ կատեի Համաձայն եմ դրա համար շատ հաճախ մենք մեկը մյուսի հետ համադրում ենք չմոռանանք նաև մյուս մեթոդները Վահանաձև գեղձի համար իմ համար իդեալական մեթոդը սոնոգրաֆիան։ Շատ հաճախ գալիս են առաջնային որպես MRT մեթոդի, ասենք ասեմ ղորթում սոնոգրաֆիա եւ ասում Այս ֆոնին մեր լսարանին հիշեցնենք, որ տարբեր սարքավորումները իրար լրացնում են, ոչ թե մեկը մյուսի տեղն է արվում փոխարինում, այլ ասենք որ MRT-ն ու YAMR-ը նույն մեթոդն է։ MRT-ն ու YAMR-ը։ Տեսել եք մեր կլինիկայում անունը MRT շատ հեշտ է կողմնորոշվել միանգամից։ Բայց իրականում գիտեք չէ ունենք բայց մարդիկան ձեր մոտ չեն գա, որովհետեւ իրան գնում են YAMR-ի։ Այսինքն իրանք մտածում են որ MRT-ն լրիվ մեթոդ է, YAMR-ը ունենք տենց պացիենտներ, որ ասում են դե ես գրեցի Google-ում MRT, վերեց MRT, այնպես որ այդ մարքեթինգային քայլը աշխատում է։ Այս ֆոնին նաև ասեմ, որ MRT մասնագետները եւ MRT կլինիկաները Հայաստանի Հանրապետությունում իրար հետ գոլեգաներ են եւ ընկերներ են։ Այո, թող հաջողենք մի բան ֆիքսենք։ Նախ առաջինը, երբ որ ձեր կլինիկայի հիմնադիրը ինձ շատ
այսպես վաղ этаպում ասած, որ նման անուն է ուզում դնել, ես շատ ողջունեցի եւ ասացի, որ միանշանակ ինքը մարքեթինգի առումով շատ ճիշտ ընտրություն է։ Երկրորդը Proton-ը, MRT-ն ու մյուս կլինիկաները իրար մրցակից չեն, իրար կոնկուրենտ չեն։ Միանշանակ։ Ձեր մրցակիցը գիտեք ով է։ Մենք ինքներս մեզ երեք մի ամիս առաջ, մի տարի առաջ, այսինքն Շտոկը մենք պետք է այդ ուղղությամբ շարժվենք ու երբեք մեկը մյուսին այդ թշնամական կամ վատ աչքով չնայենք։ Իհարկե կան երկրներ Հայաստանից դուրս, որտեղ թշնամիներ են դառնում ամեն եզրակացություն ու մյուս կլինիկայից տեսնելով ինչ հիմարություն ասես խոսում են, այսօր մի հիմարն է գրել, այսօր մի ապուշն է գրել, մեր մոտ դա չկա ու չի կարող լինել, որովհետև մենք բոլորս միարժեք ունենք ու համոզված եմ, որ եթե նույնիսկ հայտնվի ինչ-որ անձնավորությունով փորձի նմանատիպ ձև աշխատել, մենք բոլորով շատ բնական ձև հասկացնել ենք, որ դա ճիշտ աշխատելավը չի։ Եք աշխատել այլ կլինիկաներում, մենք էլ ու շատ հաճախ լինում է պացիենտը գալիս է, ասում է, «Ոայ, ձեր մոտ էս ինչ լավ է, ես գնացի, ես ինչ կլինիկայում հետազոտվեցի անցած տարի, բան, չգիտեմ, ինչ որ բաներ է ասում, որ իրա դուրը չի եկե, բացում ես նախորդը, տեսնում ես դու ես նայել»։ Ասում ես կներեք, ես էլ եմ այդ կլինիկայում աշխատում։ Տեսեք, ելի եմ ասում, բոլոր կլինիկաներն էլ ունեն իրենց թե դրական թե բացական կողմերը, բայց հարգանքը մենք պետքա ավելի վեհ հատվածում մեզ պահենք։ Որովհետև շատ կներեք, այսօր դուք աշխատում եք MRT-ում, վաղը կարող աշխատեք Proton-ում կամ աշխատեք այլ կլինիկայում ու մենք պետք է նայենք աշխատանքին, առաջերտին պետք է նայենք, որ մենք բուժառուի հետ գործ ունենք ու բուժառուին պետք է մաքսիմալ որակյալ ծառայություն մատուցենք, որովհետև սա այն մեթոդների շարքին է պատկանում, որ փաստերով ենք խոսում։ Այսինքն եթե Պողոսը Պետրոսը անի անորակ հետազոտություն, այդ CD-ի վրա, այդ թվային կրիչի վրա, այդ ամբողջը պահպանվելու է եւ վաղը ձեր մոտ եղել է դեպքեր, նույնիսկ Հայաստանից դուրս բերել են CD-ներ, նայել եք 2-3 ռեժիմ է դրված։ Շատ վատն է։ Ու դա արդեն խոսում է ինչի մասին, անպատասխանատու ապրելակերպի մասին։ Մենք առաջերտին պետք է հարգենք ինքներս մեզ, հարգենք մեր գոլեգաներին ու նաև ամենակարևորը հարգենք բուժառուին, որովհետև այդ լարվածությունից առաջերտին տոժում ենք ոչ թե մենք կամ դուք, այլ տոժելու է բուժառուն։ Չմոռանանք, որ ընդհանուր անում մեր նպատակը միանշանակ։ Երբեմն բուժառուն ասում է, «Վայ, գիտեք, ես իմ նախորդ հետազոտությունը կորցրել եմ», ասում եմ, որտեղ եք հետազոտվել, բա Proton-ում, ասում եմ, գիտեք, ավելի արագ է, ես հիմա զանգեմ Proton, ինձ ուղարկեն, ու սկսում են զարմանալ բուժառուները, ասում ինչ եք զարմանում, դուք եկել եք հետազոտվելու, իմ նպատակն էլ, ձեր Proton-ի մասնագետի նպատակն էլ այն է, որ մենք ձեզ ճիշտ ախտորոշում տանք, ճիշտ բուժում ստանանք։ Ու այդ ամեն ինչ անում ենք իգիտություն պացիենտի, այսինքն նույնիսկ երբ որ դուք զանգարում եք, մենք զանգարում ենք բուժառուին, ասում ենք դուք տեղյակ եք, հա դրական պատասխան ստանում ենք ու ուղարկում ենք պատասխանները։ Շատ ժամանակ մենք ենք ուղղորդում, երբ օրինակ պետպատվերը չի փակում 3 Տեսլան, 1.5 Տեսլա սարքի վրա, մենք ուղղորդում ենք, ասում ենք, այս կենտրոնը գնացեք, վստահաբար ասելով, որ այս մասնագետները լավն են, միանշանակ տենց աշխատելը ամենակոմֆորտն է։ Հետո մի բան էլ ասեմ, Մերի ջան, երբ որ մենք ստենք բուժառուին, սա այլ երկրների պես չի Հայաստանը։ Հայաստանում շատ ուժեղ աշխատում է սարաֆանային ռադիոն։ 2 րոպեում ձեր սուտը ջրի երես է դուրս գալու։ Դրա համար ինչքան մենք ճիշտ ու ազնիվ լինենք մեր բուժառուների ու նաև այս գոլեգաների հետ, կլինիցիստների հետ, այնքան ավելի հանգիստ կքնենք գիշերը։ Իհարկե, Հայաստանը այն երկիրն է, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, բոլորը բոլորից տեղյակ են։ Լավ են ճանաչում։ Օձիվ ունեն ինչ-որ մեկից միշտ։ Բայց այս ֆոնին եկեք սա թողնենք ու ես մի հատ Նարեկ Գարեգինովիչի հետ շատ կարևոր անդրադարձ կատարենք։ Նարեկ Գարեգինովիչը այն մարդն է, ով որ մենք բոլորս տեսնում ենք ցանկացած իրավիճակում, երբ որ տեսնում ես կայացած ու ինչ որ բանի հասած մարդու, չգիտեմ, բոլորը մտածում են, թե այս մարդը հասել է այսինչ էտապի վրա է, բայց Նարեկ Գարեգինովիչի օրինակով մենք տեսնում ենք, որ նա անընդհատ կրթվում է, անընդհատ ինչ որ մեկ էլ տեսնում ես, որ ընդունվել է եւս մեկ համալսարան, գնում է սովորելու, այդ ամեն ինչը ես ինքը շատ եմ կարևորում, որովհետև նույն մի բան ասեմ, Ռայմոն Դամադյանին նշեցիք, ես այն մարդկանցից եմ, ով որ իր ստորագրությամբ իր գիրքը ունի, ճիշտ է դա ինձ ինչ որտեղ երբ խաղում է հասել, որպես այսպես ասած տրաֆեի, բայց ես այն մարդկանցից եմ, որ այդ գիրքը ոչ թե դրել եմ միայն պոլկայում, այլ նաև բացել կարդացել եմ ու այնտեղ շատ մեծ տեղ է տրված կրթությանը ու նաև իր հետագա սերունդների կրթությանը ու կուզեմ հիմա Նարեկ Գարեգինովիչը խոսի դրա մասին, թե ոնց է ինքը այդ մոտիվացիան ու ժամանակը գտնում ամեն անգամ նոր տեղ ընդունվելու, նոր գիտելիքներ ստանալու, որովհետև մենք գիտենք, որ մեր կյանքը անընդհատ դինամիկա է ու մենք պետքա շարժվենք կյանքի այդ դինամիկայի, նոր տեխնոլոգիաների զարգացման դինամիկայի հետ միասին։ Շանիկ ջան, նախ շնորհակալ եմ խոսքերի համար։
երկու կարևոր թեմա բարձրաձայնեցիք՝ Դամադյան ու կրթություն։ Դե պատմեք։ Սկսենք կրթությունից, հետո արդեն Դամադյանից կխոսենք, որովհետև Հիմա էլի շարունակական կրթության մեջ եք, չէ՞։ հա, հիմա սովորում եմ Cambridge-ում Senior Management course-ը, ինքը 6 ամսով, որը on-line եւ on-site կոմպոնենտներ ունի։ Առաջին մոդուլը ավարտեցինք օրեր առաջ վերադարձա, հիմա on-site on-line հատվածն է բավականին հագեցած։ Օրվա մոտ 4-5 ժամ է այդ դասախոսություններն են, ունենք շատ ինտերակտիվ են։ Այսինքն դու չես կարող հայկական տարբերակով ուղղակի միացնել ու գնալ գործարանը։ Իսկ որ ժամին է տեղի ունենում։ Շատ անհարմար ժամ է, բայց ստիպված մասնակցում ենք ու բավականին պրոդուկտիվ է։ Տեսեք, թիմը հագեցած է տարբեր տիպի մարդկանցով։ Բժիշկը միայն ես եմ այդ խմբի, մոտ 20-ից ավել մասնակից ունենք տարբեր երկրների executive MBA-ա, չէ՞։ Ինքը MBA չէ, MBA արդեն ավարտել եմ ես executive տարիներ առաջ եւ երկրորդ MBA անելը նոնսենս եմ համարում։ Դա Harvard-ում էր, չէ՞, ոնց որ Harvard Harvard-ին Medical չէ, School։ Harvard-ին skill-ներ մի տարվա, skill program-ը, safety, quality, informatics and leadership։ Եկեք որպես լսարանի համար բազ լինի, ասեք կոնկրետ հիմա ինչ եք սովորում։ Եկեք նախ սկսենք կրթության տարբերակներից, հա։ Կան կարճ կուրսեր, որոնք կարող են լինել նույնիսկ 1 օրվա։ Թե on-line, թե on-site կապ չունի, բայց միանշանակ on-site այդ in-person կուրսերը իրանք շատ էֆեկտիվ են։ Իրենք օգնում են նաև networking-ի հարցով, այսինքն գնում ես շփվում այդ մարդկանց հետ, կապեր հաստատում եւ հետագայում այդ նույն մարդիկ գալիս են Հայաստան, տարբեր պրոյեկտներ են կյանքի կոչում։ Տարիներ առաջ Երևանի պետական բժշկական համալսարանի բազայի հիման վրա անցա այդ executive MBA ծրագիրը մի տարվա բավականին հագեցած ու բավականին պրոդուկտիվ էր, որից հետո Օքսֆորդում էլի կարճ կուրս անցնելուց հետո որոշեցի ավելի երկար ու այսպես հագեցած կուրս վերցնել մի տարվա Harvard-ում, որը նույնպես անգնահատել էր, բայց այնտեղ արդեն միայն medical component էր, այսինքն տարբեր հիվանդանոցների տնօրեններ եւ ղեկավար կազմ տարբեր երկրներից։ Դա էլի combined էր, չէ՞, համ Հա, on-line, համ։ բայց էլի հագեցած էր ու այնտեղ լեկցիաները այնտեղ նույնիսկ գիշերն էինք ունենում լեկցիաները, ժամը 1-ին արթնանում էի, մի քանի ժամով լեկցիայի մասնակցում։ Իսկ Cambridge-ինը, որը ավարտելու եմ սեպտեմբերի վերջ, ինքը շատ հագեցած է ու ինձ դուր է գալիս, որ բժշկական հատվածից դուրս է դա, այսինքն ինքը senior management program է ու օրինակ կուրսեցիներից մեկին ասացի, քանի աշխատակից ունես, ինքը ղեկավարն է կազմակերպության, ասաց 150K։ K չէի լսել, ինձ թվաց 150 աշխատակից, ասացի դե դեռ աճել տեղ ունես, զարմացա, հետո հասկացա, որ 150,000 աշխատակից ունի ինքը։ Մեկ այլ անց տասնյակ factory-ների տերը եւ ղեկավար։ Թող ուշադիր լսեն ներողություն, շատ ներողություն ընդհատելու համար, թող ուշադիր լսեն հիմա մեր լսարանի բազմոցներին նստած են մարդիկ, այս ամեն ինչը մեզ պատմում է իհարկե շատ բաների հասած մարդ ու պատմում է ուրիշ մարդկանց մասին, ովքեր որ էլի միանշանակ շատ բաների են հասել։ Մարդկանց համեստությունը։ Ասենք դուք երբեք չեք տեսնի այդ մարդկանց մեջ ինչ որ վեհանձություն կամ ինչ որ Այս դեռ խոսում ենք իմ համակուրսեցիների մասին։ Հիմա անդրադառնանք դասախոսները ամեն մեկը մի երկրի չեմպիոն է։ Տարբեր բնակավարների, մեկը Հնդկաստանից, մեկը Սինգապուրից, մեկը հենց Լոնդոնից կամ Քեմբրիջից, ու ինչն է ինձ ուրախացնում, որ համակարգը ճիշտ է աշխատում։ Քեմբրիջը 800-ից ավել տարվա պատմություն ունի։ Ու այդ 800 տարիների ընթացքում հղկվել է, ինչպես են մեր դարի եկեղեցիները, այսքան սիրուն տեսք ունենում, ու այսքան հմայիչ չէ, նույնը նաև այդ տարիների ընթացքում հղկված կրթությունն է, որը մենք ցավոք սրտի Հայաստանում շատ մեծ ներկայացվածություն չունենք, բայց մեր բոլորի անելիքը պետք է լինի այդ բոլոր մեր գոլեգաներին բերել Հայաստան, այստեղ կազմակերպել տարբեր ծրագրեր, եւ ես համոզված եմ, որ դա անելու ենք ու անում ենք։ Ու այդ կրթության հիմնական այսպես պատճառը դա շարունակական զարգացումն է, Շանիկ ջան։ Դուք չեք կարող այսօր առաջ գնալ, եթե update չանեք ձեր գիտելիքները, ու սա բնավ չի խոսում հնարավորությունների մասին, սա առաջերտին ցանկության մասն է։ Այսինքն դուք եթե ցանկանաք, տարբեր ծրագրերի, նույնիսկ գրանտեր կան, նույնիսկ տարբեր, այսպես ասած, Ինչքան հիմնադրամ ծրագրեր կան, որոնց կարող եք մասնակցել, առաջերտին պետք է ցանկություն ունենալ։ Ու միշտ գիտեք, երբեք չես իմանա, որ մարդուց ինչ կսովորես, որը որ քո կյանքում ինչ-որ մի բան կփոխի։ Եթե թույլ տաք, ես մի հատ օրինակ բերեմ, վերջերս YouTube-ում մի հատ medical podcast էի նայում, էլի բրիտանացի մասնագետներ էին, նույնիսկ հոգեբաններ կային, 6 հոգի տարբեր բնակավարի բժիշկներ էին։ Մեկը այսպեսի բան ասեց, ոնց որ հոգեբաններից մեկն էր, ասեց, գիտեք, այն մասնագետները, ովքեր որ առնչվում են պացիենտին ինչ-որ մի դիագնոզ ասելու հետ, իր օրինակը չեմ հիշում, ես
բերեմ այդ օրինակ պացիենտիդ պետք է հայտնես, որ իր մոտ ծրված սկլերոզ է, ասած գիտեք, փորձեք օրինակ Google-եք, տեսեք հայտնի մարդկանցից ով է ունեցել ծրված սկլերոզ ու պացիենտին այդ լուրը հայտնելուց ասեք, այ գիտեք, օրինակ չգիտեմ, ինչ որ Մադոննան ունեցել է այսինչ հիվանդությունը ու հիմա այդ հիվանդությունը հայտնաբերվել է ձեր մոտ ու այնքան հետաքրքիր էր փաստացի ես այսպես ասած խոհանոցում գործ անելուց այդ podcast-ը լսելով մի կարևոր բան սովորեցի, որը որ ես հիմա օգտագործում եմ ու ինքս իմ օրգանիզմի վրա հասկանում եմ, թե դա ինձ ինչքան է օգնում ու ինչքան է պացիենտը դեպի ինձ տրամադրվում, այնպես որ երբեք չես իմանա ումից քո կողքի մարդուց ինչ կսովորես ու ինչքան որ շատ ձգտես, ինչքան որ շատ այդ ամեն ինչը համաձայն եմ շանչան։ Պարտադիր չի դուք գնաք բժշկական կենտրոններ, որպեսզի զարգացնեք ձեր բժշկական կենտրոնը։ Նույնիսկ podcast-ներով եւ YouTube-ով կարելի է այնքան դասընթացներից մեկի ժամանակ քննարկում ենք Zara-ի ձեր շատ սիրելի այդ բրենդերից մեկի Zara-ի կառուցվածքը։ Մոտ մի ժամ քննարկեցինք, իրենք մեզ դասախոսը ամբողջությամբ բացատրեց ինչպես է լոգիստիկայից սկսած վերջացրած արտադրատեսակներով եւ որոնք են Zara-ի competitive advantage-ները, բայց լսելու ընթացքում ես այդ ամբողջը պրոյեկցում էի Proton-ին, պրոյեկցում էի MRT-ին, պրոյեկցում էի հայկական ռադիոլոգիային։ Լիքը բաներ կա, որոնց մասին մենք չենք մտածում։ Ասեմ ավելին, Proton-ում մենք ներդրել ենք բույր, որը համոզված եմ առաջինն է Հայաստանում եղել, որը սպეციფიկ բույր է, որը պացիենտը զգում է Proton-ի տարածքում։ Մենակ Proton-ի տարածքում։ Ու այնքան եմ այսօր ես ուրախ, որ բուժարոների մոտ շատ դրական արձագանք կա։ Այսինքն այն հիվանդանոցային դեղերի հոտերից սկսած, տհաճ հոտերից սկսած դա բացակայում է։ Ու երբ որ վերջերս հանդիպեցի այդ կազմակերպության ղեկավարին, ասաց, գիտեք, շատ հաճախ գալիս են մեր բուժարոները, այլ կազմակերպության տնօրեններ։ Ասում են, ուզում ենք Proton-ի բույրից, բայց դա մեր բույրը չի։ Մենք ուղղակի համատեղ մշակել ենք ու մեր մոտ են առաջին դա տեսել։ Այսինքն փոքր նյուանսներ կա, որը նաև որոշ ծրագրով կարող են քաղել Zara-ից կամ Chanel-ից կամ այլ շատ կներեք ընդհատելու համար անընդհատ ինչ որ բաներ եմ հիշում։ Հիշեցի, որ մի անգամ նայում էի Jeff Bezos-ի ինտերվյուն, ու իրան ասեցին ինչի Amazon-ը տենց հաջողում, որն է ձեր գաղտնիքը։ Ինքը ասաց, գիտեք, իմ գաղտնիքը նրա մեջ է, որ ես իմ համար շատ կարևոր է, որ իմ բոլոր աշխատակիցները լինեն երջանիկ։ Այսինքն ասաց Amazon-ի նույնիսկ այն ամենակուրիերին դու հարցնես, դու քեզ երջանիկ համարում ես, երջանիկ մարդ, ինքը ասի հա, ու ասաց իմ համար ես որպես առաջին նպատակ համարել եմ, որ իմ բոլոր աշխատակիցները լինեն երջանիկ։ Ու մենք էլ այսպես խոսում ենք մեր մեջ, ասում ենք մենք աշխատում ենք, մենք տանջվում ենք եւ այլն, բայց պետքա լինենք երջանիկ։ Մի հատ բան ասեմ, էլի կլինիկայի սեփականատերը, երբ որ հանդիպեց ինձ, ասում է իմ գերագույն նպատակը, որ իմ բժիշկը գոհ լինի, այսինքն երջանիկ նույնն պահն է, այսինքն այդ մարդը առաջնահերթ մտածում է իր բժիշկի լավ լինելու մասին։ Իմ խորհուրդը բոլոր ռադիոլոգներին, եթե դուք նստած եք ձեր աշխատավայրում կամ գալիս եք աշխատավայր տխուր ու հեռանում եք ուրախ եւ մոտիվացված չեք աշխատավայրում, այն ժամանակն է փոխել այդ աշխատավայրը։ Մենք շատ մոտիկ ստիպված, գիտեք ինչ, ստիպված աշխատելը կարող եք մի ամիս, մի տարի համբերել, բայց պետքա դրական լիցքավորված լինի։ Իրականում տենց։ Ինչ վերաբերում է կրթությանը, իմ խորհուրդը բոլոր երիտասարդ գոլեգաներին։ Առաջին հերթին ցանկություն, երկրորդը ռեսուրսը գտնելու համար նախ եւ առաջ ձեր ամենօրյա ծախսերի մի մասը ուղղում ենք դեպի կրթություն։ Համոզված եմ, որ շատերը կարող է հավելյալ մի Chanel-ի պայուսակ կամ մի հագուստ գնեն կամ ոսկի, որ իմ համար հիպոթեկներ կարելի հիպոթեկների տակ են։ Ժորժան, հիպոթեկներ ամեն ինչ մի կողմ դրած, դուք օրվա ընթացքում նաև այլ ծախսեր եք անում։ Եկեք որոշենք 10000 դրամ, 5000 դրամ, 1000 դրամ ամեն օր կասա դրեք, կասեմ այդ ամբողջը կուտակեք, տարվա վերջ գնացեք մի կրթական ծրագրի մի կոնֆերանսի մասնակցեք։ Որտեղ ցանկություն ես նույնը կարող եմ ասել, եկեք 1000-ից էլ 500-ը ճամփորդության։ Ու եթե ճիշտ անեք, երկուսը համատեղելը հաստատ մեկը մյուսին կհամալրի։ Որտեղ մեր իմ կյանքի անձնական իմ կյանքի հիմնական նպատակը շարունակական կրթություն ու traveling։ Որովհետև երբ ճամփորդում եք, նախ կրթվում եք, ճիշտ ճամփորդության ժամանակ դուք կարող եք շատ մեծ գիտելիք ստանալ մշակույթի հետ կապված տվյալ երկրի եւ համապատասխան այլ մանր այսպես չերևացող ինֆորմացիան ստանալ եւ նաեւ շատ կարեւոր է շարունակական կրթությունը։ Ու այս երկուսը ճիշտ համադրելով դուք ունենաք հետաքրքիր կյանք, նաեւ սիրած աշխատանք, սիրած աշխատավայր։ Կուզենայի ասել, որ ինչ լավ դուք համադրում եք ձեր ամուսնական կյանքում եւ travel-ը եւ շարունակական կրթությունը, այսինքն եւ ռադիոլոգիան եւ travel-ը ենք միշտ ասում, որովհետեւ երբ որ տեսնում ենք, որ դուք գնում եք ճանապարհորդելու շատ ինչ որ հեռու տեղ, Աֆրիկա ու ձեր փոքր երեխաներին եք վերցնում, այդ շատ ողջունել է միանշանակ։ Ես իմ բախտը շատ է բերել ընտանիքի հարցով, կինս նաև բացի այն որ լավագույն մանկական լուսանկարիչն է, newborn photographer, ինքը նաև իմ համար լավագույն travel blogger-ն է։ Այդ մասնակցությունը վերջերս հետևում ենք, ես շատ բայց
Ես ինչ եմ ասում իրեն, ասում եմ դու ընտրի destination-ները, ինձ ասա որ օրը, որ հատվածի համար ինչ տոմս գնենք, ուր գնանք, ինչքան գումար փոխանցենք։ Մնացածը ինքն է գծում։ Ու շատ այսպես Շանիկը դա դեռ չի հասկանա, մենին կհասկանա։ Երեխայի հետ ճամփորդելը ուրիշ հետաքրքրություն է։ Երեխայից առանց երեխայի ճամփորդելը ուրիշ։ Դրա համար պետք է միշտ համադրեք մեկը մյուսի հետ։ Ուզում եմ երեխուս Disneyland տանեմ Փարիզ, բոլորը ասում են փոքր է, 3.5 տարեկան է, ձեր խորհուրդն եմ ուզում։ Միանշանակ տար։ Ու խորհուրդ կտամ նաև դրանից հետո առանձին երկուսով ամուսնոտ հետ գնաք մի ուրիշ destination։ Ես լիքը խորհուրդներ կտամ ուր կարելի է գնալ։ Օրինակ մեր համար երբ որոշեցինք առանց երեխաներ գնալ, լավագույն իմ համար միջ օրս եղած լավագույն տեղը Սոկոտրան էր։ Եմենի Island, Եմենը գիտեք, չէ՞, հնգյակի մեջ է մտնում ամենավտանգավոր երկրների մեջ։ Ձեր նկարները շատ տպավորիչ են ծառերի։ Ու Սոկոտրան իմ համար, երբ որ կինս ասեց տեղ եմ գտել Սոկոտրա, ասի որտեղ ասեց Եմեն, ասի լավ է, մերսի, բայց դեռ պլաններ կան, երեխեք եւ այլն, նարի 90 բոլոր պատվաստումները, բոլոր նախապատրաստական։ Այնտեղ պատվաստման կարիք չկար։ Սոկոտրայի առավելություն գիտեք որն է, որ ինքը լրիվ կտրված դրախտավայր է, մոտ 2000-ից 3000 անձ է այցելում տարեկան։ Ու ես ինչի չեմ ուզում այնտեղ շատանան տուրիստները, որովհետև հենց շատացավ կդառնա Թայլանդ։ Կդառնա ստանդարտ մեր հանգստյան այս գոտիները, բնությունը հիասքանչ ու տարբեր տիպի կոմպոնենտներով հագեցած։ Աֆրիկա մեր ցամաք մտնելու համար պատվաստումները։ Պատվաստման հարցով օրինակ վերջերս գնացել ենք Տանզանիա ու զանգեցի իմ գոլեգաներին, ասացին մենք այս բան պատվաստում չունենք, բայց այնտեղ խորհուրդ տվեցին ինչ դեղամիջոց ունենանք մեզ հետ, բայց թութու կարիք չէ։ Հիմնականում մալարիան էր քննարկվում, բայց գիտեք ինչ, ամենտեղ գնալու համար կան ռիսկեր։ Բայց եթե ճիշտ պլանավորենք, օրինակ եթե գնաք Բրազիլիա, զուգված զարդարված փողոց դուրս գալը ցանկալի չի, կամ այլ վտանգավոր ինչ որ քաղաքներ կամ neighborhood-եր։ Բայց այդ ամեն ինչից մի կողմ նաև ճամփորդեք Հայաստանում, ժողովուրդ։ Հայաստանում այնքան սիրուն վայրեր ունենք, որոնք ուղակի թաքնված են ինչ որ հատվածներում եւ կարող եք նույնիսկ շաբաթ-կիրակի օրը մեկնել ինչ որ մի մարզ։ Եթե աշխատանքի չեք, աշխատանքի լինելուց բացի նաև նոթբուքը ձեզ հետ վերցրեք եւ գնացեք օրինակ խուստուփի լանջին, գրեք ողնաշարի միջվողային սկավառակի ճողվածքն։ Թվում է թե ինչ կապ ուներ traveling-ը եւ բժշկությունը իրար հետ, բայց թե էլի մեկը ասել է որ ամեն նոր երկիր գնալուց դու արդեն երեկվան ես ու տենց ամեն նոր մարդու հետ շփվելուց էլ երեկվան ես։ Գիտես այդ պահը որ մտնում եմ Facebook, տեսնում եմ Նարեկ Գարգինիչը, վայ, նոր տեղ վերապատրաստում, մտնում եմ ինտերնետ, տեսնում եմ էս ուրա գնացել վերապատրաստելու, մտնում եմ տեսնում եմ կինը վայ նոր տեղ գնացել ընտանիքով, մի հատ մտնում տեսնում որտեղ է գնացել ընտանիքով, շատ սիրով կտրամադրենք մանրամասն ինֆորմացիա։ Այո, ես կգրեմ։ Այդ բանը կա չէ, ես շատ եմ սիրում Շանթարամ գիրքը, որտեղ որ հենց այդ մարդու կյանքն է, ով որ գնում է Հնդկաստան, այսպես ասած, ու իր կյանքը ամբողջությամբ փոխվում է։ Այնպես որ ես նաև պլանավորում եմ գնալ Տիբետ։ Գնալ, հեռախոսանջատել։ Ես դա հիմա անում եմ մինի Տիբետ տարբերակ, անում եմ Վանաձորում։ Չէ, ուզում եմ կամ առանձին կամ միայն գնալ։ Իդեպ այդպիսի ծրագրեր կան, որ դու ասենք գնում ես 1 ամիս ապրում ես լրիվ վանականի կյանքով այնտեղ։ Նաև հիմա ավելի թրենդային բաներ կան, կոչվում օրինակ խոսքի դետոքս, գիտեք դա։ Հա, գիտեմ։ Խոսքի հեռախոսի, այսինքն գնում եք հեռախոսը վերցնում են, մնում եք, բայց դրա ավելի մատչելի տարբերակ ու ավելի այսպայն հասանելի մեր բոլորի համար դա օրինակ Լոռու մարզն է։ Ես երբ որ գնում եմ Վանաձորի մեր մասնաճյուղ, աշխատանք վերջացնելուց հետո ընտանիքին տեղեկացնում եմ, որ չանհանգստանաք հեռախոսս չի գործելու եւ մոտ 4-5 ժամ բարձրանում եմ այդ վերևի լեռները մայմեղ եւ հարակից ու ձեզ ասեմ, երբ որ գնաք այդ հատվածներ, որտեղ վայրի ձիեր են, որտեղ թթվածնի գերհագեցվածություն կա, որտեղ մարդ չկա, դուք նախ կգտնեք ինքներդ ձեզ, երկրորդը նոր մտքեր, նոր գաղափարներ ու լիովին թարմ ուղեղով կվերադառնաք աշխատանքի։ Ես արմատները Ոձունից ենք մենք ու տեսա որ դուք ալավերտի Զգում եք որ լորեցի ինչ որ ակտիվ հետևում մի տեսակ Նարեկ Գարգինիչի էջին, դուք սոցիալապես շատ ակտիվ եք։ Ուրախ եմ շատ։ Շատ մարդիկ են սոցիալապես ակտիվ, բայց հետևելուց էլ նույնը դետոքսը հետաքրքիր պետք է լինի, որ հետևելուց էլ պետք է այնպիսի մարդկանց հետևես, ումից որ կարող ես նոր բան վերցնել քո համար, դա էլ է։ Ու դրական լիցք է ժողովուրդ, եթե ինչ որ մեկի հետևում եք ու միայն բացական։ Ես օրինակ նորություններ չեմ լսում։ Նորությունների էջերին չեմ հետևում, որովհետև եթե միայն դրան նայենք, ապա աշխարհի վերջն է եկել, այստեղ երկրաշարժ, այստեղ ցունամի եւ դրական ոչ մի նորություն չենք տեսնելու։ Դրա համար դուք ինքներդ ընտրեք ձեր աուդիտորիան, թե ում հետևեք եւ ինչ էներգիա ստանաք։ Ես օրինակ էսթետիկ էջեր եմ շատ սիրում հետևել, ու վառ օրինակը ձեր կնոջ կամ օրինակ ձեր Շնորհակալ եմ։ Մնացած էջերը։ Ինչ վերաբերում է Դամադյանին։ Եկանք հասանք։
MRT ոդքասթի գործընկերն է MRT Կլինիկը։ 3 տեսլահզոր MRT սարք, փորձառու բժիշկ ռադիոլոգներ, պատասխանները տրամադրվում են ընդամենը 1-2 օրում։ Մեզ մոտ ամենամատչելի արժեքն է, գործում է առողջության համընդհանուր ապահովագրություն, ինչպես նաև անհատական ապահովագրություն։ Ձեր MRT-ն MRT Կլինիկում։ Դամադյանի պատմությունը շատ հետաքրքիր է։ Ես անկեղծ ասած երբևէ չեմ պատմել այս պատմությունը ու մտածում եմ, որ դուք հետաքրքրված կլինեք, կարող եմ ձեր հետ կիսվել, բայց մարդու չասեք։ Դա ինքը իմ համար շատ թանկ պատմություն է եւ Դամադյանը իմ մոտիվացիա համար մեկ աղբյուրն է MRT-ի ու ընդհանուր ռադիոլոգիա աշխարհում։ Ու երբ տարիներ առաջ ես ուղղակի նամակագրություն էի սկսել իր քարտուղարի հետ, ուզում էի, որ ինքը գա Հայաստան։ Նամակագրության արդյունքում մերժվեցի, մի անգամից ասացին, որ ինքը Հայաստան էլ երբեք չի գալու ու ասացի, օքեյ, իսկ կարող եմ ես գալ հանդիպել։ Եթե չեմ սխալվում 2018 թիվներ Արսենեի մեկնելուց հետո պայմանավորություն ձեռք բերեցի, որ գնամ Նյու Յորք հանդիպեմ Դամադյանին։ Նախ ինչ ինձ զարմացրեց, այրոպորտում արդեն մեքենա էր ինձ սպասում։ Իմ անունով ու երբ մոտեցա, ասաց, պարոն Դամադյանն է ուղարկել։ Եվ գնալով Ֆոնար ընկերություն, որը իր հիմնադրած կազմակերպությունն է, գիտեք, Դամադյանին հանդիպելով բարևեցի, առաջին հարցը ասեց, որտեղից ես եկել, ասացի Հայաստանից, ու առանց հավելյալ ուրիշ հարցեր տալու, ինքը ինձ տալիս էր մասնագիտական խիստ, այսպես բարդ հարցեր, որ չխաբեմ մի ժամ ոտքի վրա հարցերն էի պատասխանում, քննություն էի հանձնում։ MRT-ի ֆիզիկայի ինչ ասես, մեր MC հարցեր տալիս, որ նույնիսկ իմ մտքով չէր անցնել, որ գոնե պատրաստվեի հարցի։ Ֆուրիեի քարակուսում ասի։ MC հարցեր տալիս, սա տեմեք 2 ռեժիմներից վերջացած ֆիզիկայի շատ բարդ հարցերով ու վերջում ասեց, օքեյ, you passed the exam. Ես մեզ կլարվեի լուրջ ասում։ Այնպես որ լարված չէի, բայց փորձեցի պատվով դուրս գալ այդ փորձությունից։ Ասեց նստիր, հիմա ասա ինչ ես եկել։ Ու ինքը շատ կոնկրետ էր խոսում, շատ կարող է կողքից թվար թե չոր, բայց ինքը շատ սուր ու կոնկրետ միտք էր արտահայտում։ Ինքը շատ բարի մարդ է, բայց ինքը շատ ուղիղ խոսացող մարդ էր ու միգուցե դա էր պատճառներից մեկը, որ իրան Նոբելյան մրցանակ չտվեցին սխալմամբ, որի դեմ ես պայքարում եմ մինչ օրս եւ ամեն ինչ անելու եմ, որ իրենք հասկանան իրենց սխալը։ Իդեպ ներողություն ընդհատելու համար, բայց Նոբելյան մրցանակի հետ կապված այնքան տարբեր էնվերսենս ներողություն համեմատելու համար, բայց Եվրատեսիլի նման մի բան է Նոբելյան մրցանակը, ու այնքան տարբեր կողմնակի հարցեր կան, ես շատ եմ մտածել, շատ պատվավոր ակադեմիկներ եւ գիտնականներ պնդում են, որ Դամադյանը առաջին պետք է ստանա։ Օրենքը թույլ է տալիս 3 հոգու տալ։ Եվ ոչ թե ինքը պետք է լիներ երրորդ, ինքը պետք է լիներ առաջինը, երկուսին կուզեին տային, կուզեին չտային, որովհետեւ առանց Դամադյանի հայտնագործության մենք չենք ունենա այն MRT-ն, որ այսօր ունենք։ Ու եթե կասկածողներ կան, մտեք ցանկացած chat-ից սկսած ChatGPT-ից Google-ով վերջացրած գրեք who is the inventor of first MRI machine։ Ու կտեսնեք, որ Դամադյանից բացի ուրիշ անուն չկա։ Ու երբ որ ես ասացի, որ եկել եմ, որ ձեզ տանեմ Հայաստան, ինքը շատ կտրուկ պատասխանեց, ասեց մոռացիր է, տանցի առաջ, ուրիշ ինչ կա, ինչով քեզ օգտակար լինեմ։ Ասի չէ, Հայաստանում այսպիսի տերմին կա, գնա մեռի, արի սիրեմ, անգլերեն մի կերպ թարգմանեցի, ասի, ուզում եմ, որ դա ձեր դեպքում չլինի։ Որովհետև անկեղծ լինենք, այդ ժամանակ Դամադյանին քչերը գիտեն, եզակի մարդիկ գիտեին, ով է Դամադյանը։ Մենք այդ ժամանակ ենք ճանաչում։ Երբ մոտ մի ժամ ու կես շփվեցինք, ինքը ասեց, արի շարունակենք լանչի սեղանի շուրջ ու անկեղծ ասեմ, տասնյակ մարդիկ էին իրեն սպասում տարբեր երկրներից եկած։ Բոլորին ներողություն խնդրեց, ասեց սպասեք մի քանի ժամից կվերադառնա։ Գնացինք լանչի։ Գնանք ես պատկերացնում ինչ լավ զգացիք ձեզ այդ պահին։ Լավ չէ զգում, հպարտ է զգում ինձ ու նաև ուրախ է զգում, որ նման լեգենդար անձնավորության հետ նույնիսկ մի վայրկյան ավել ժամանակ ունեմ շփվելու, որովհետև դուք տեսել եք իր դասախոսությունը, իմ կյանքում լսած ամենահետաքրքիր դասախոսությունն ա եղել։ Ու երբ որ գնացինք լանչի էլի մոտ 2 ժամ շփվեցինք, վերջում ինձ ասաց, գիտես ինչ ասեց, ինձ համոզել ես, որ գամ Հայաստան, բայց մի բայց կա։ Ես տան ունեմ կին, ով հիվանդ է, անկողնային պարկած է եւ նա դեմ է, իսկ ես նրա խոսքին չեմ կարող հակասել եւ նա չի թողնի, որ ես գամ Հայաստան։ Ու ես ժամին եմ նայում 4 ժամից իմ թռիչքն է, վարորդին հարցրեցի, ասացի, տունը հեռու է, ասեց մոտ 30 րոպե։ Ասացի գնանք ձեր տուն։
Ասում է կնոջս էլ համոզիկ։ Ինքը չի ասում, ինքը ասում է ինձ համոզել ես, բայց ես տանը կին ունեմ, ես եմ ասում եկեք գնանք ձեր տուն։ Որդուն Ռաֆի է, չէ՞, Չէ, իր որդու Ջիվանի հետ, Ջևան էր անունը։ Ջիվան, ես։ Ջևանի հետ արդեն եկան Հայաստան ու գնացինք իրենց տուն ու ինչն էր, ես չէի պլանավորել իրենց տուն գնալ։ Այսինքն ինչ նվերներ ինչ ունեմ, այդ ամբողջը տարել է իր ֆոնար ընկերություն ու արդեն դատարկ ձեռով ես չեմ կարող գնալ ինչ որ մեկի տուն մտնել ու երբ որ ճանապարհին հարցնում եմ վարորդին։ Վարորդն էլ շատ adekvat մարդ էր, ասում եմ ճանապարհին ծաղկի խանութի մոտ կանգնի։ Ծիծաղելով ասում եմ տարածաշրջանում ծաղկի խանութ չկա։ Ասում եմ ինչ կա, ինչ որ մի խանութի մոտ կանգնի։ Ու մինչ օրս հիշում եմ Baskin Robbins կար, Baskin Robbins-ի մոտ կանգնեց։ Այդ ես շատ կուրախանայի որ Baskin Robbins-ը Ես կար։ մտա չէ, այնտեղ կար այդ gift box կար, տարբեր բաներով հագեցած, այդ վերցեցի ու գնացինք իրենց տուն ու աննկարագրելի էմոցիաներ։ Մտանք իր կնոջ հետ ծանոթացա, մոտ մի ժամ էլ շփվեցինք կնոջ հետ ու ես բացատրեցի, որ այս սա իմ կյանքի նպատակն է, այս ամեն ինչ անում ենք, որպեսզի նախ Դամադյանը կիսվի իր փորձով, ասի մեզ ոչինչ պետք չի, ոչ մի սարքավորում, ոչ մի նյութական ինչ-որ բան, մեզ պետք է ուղղակի Դամադյանին տեսնենք, լսենք իր դասախոսությունը ու վերադառնանք։ Ու նույնիսկ առաջարկեցի, ասի ես Հայաստանից գամ իրեն վերցնեմ, գնանք, հաշվի առնելով իր տարիքը, հետո վերադարձնեմ, ասաց լավ, տղայիս կինն էլ ասեց, օքեյ, համոզել ես, տղայիս կասենք կգա։ Ու Ջևանի հետ իրենք եկան Հայաստան։ Հիշում եք Մատենադարանում մեր կոնգրեսներ ու կոնգրեսի շրջաններ, երբ որ ես ու Մերին արձինատոր ենք, ակտիվ արձինատորներ հիշում մեծ ներդրում ունեիք այդ բոլոր կազմակերպչական աշխատանքներում, որի համար ես շնորհակալ եմ։ Ու հասանք այն կետին, որ ինքը կարդաց մի ժամանոց դասախոսություն։ Ու անկեղծ ասած, դրանից հետո դե տեսակ տարբեր հաղորդաշարեր, հանդիպումներ երկրի ղեկավար կազմի հետ ու ինձ ինչը դուր եկավ այդ ամեն ինչի արդյունքում, որ վերջի օրը քայլում ենք փողոցում ու ուղակի մարդիկ բժշկությունից հեռու գալիս են իր ձեռքը սեղմում։ Սեղմում են ասում շնորհակալություն ձեր ժառանգության համար, ձեր նվերի համար, MRT սարքի համար։ Ու երբ հաջորդ տարի մենք ընտանիքով գնացինք իրենց տուն Նյու Յորքում Քրիսմասի այդ ժամանակահատվածում, իր տղան մի շատ հումորով էսպիսի բան ասեց, քրոջը ասեց, գիտես, ասեց, երբ որ գնացինք Հայաստան, պապային ոչ մեկ չէին ճանաչում։ Ասեց, երբ վերադարձանք վերջի օրը, ասում եմ քաղաքում քայլելիս ինքը ավելի հայտնի էր, քան Քիմ Քարդաշյանը։ Այսինքն քաղաքում քայլելիս բոլորը ճանաչում էին իրան, գալիս էին ու ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցանք նախ լսել իրենք, իր փորձով կիսվեց մեզ հետ եւ նաեւ այն էներգիան, որ ստացել ենք, մինչ օրս իմ մեջ համոզված եմ ձեր մեջ է։ Ու նման մարդկանց մենք պետք է ուղղակի ձեռքերի վրա պահենք։ Ոչ հայ, որ գալիս են մեր մոտ, հիմա չգիտեմ, երևի ձեր կլինիկան էլ է բախվել նրա հետ, որ մոդա է օնկոսկրինինգը ամերիկացիների մոտ, Ամերիկայում հիմա մոդա են գցել $4,000 է, գալիս են Հայաստանում։ Ոտքից գլուխ եմ։ Հա, ոտքից գլուխ MRT-ի օնկոսկրինինգի ու բոլորը ովքեր որ մտնում են, ասում են դե մենք գիտենք Դամադյանի մասին, որ հայ է եւ այլն, որովհետեւ սովորաբար հայերը այդպես այդքան չունեն այդ պահը, որ բա մի հատ գանք մտնենք նայենք սարքը բան նոր անցնենք, իսկ սովորաբար արտասահմանցիները մի հատ ասում են մի հատ գանք տեսնենք ձեր սարքը, այդ սենյակը եւ այլն, ու միշտ ոսենց գալիս են մտնում են, ասում են բա մենք գիտենք Դամադյանի մասին բան եւ այլն, ոչ հայ մարդիկ ու այդ շատ ափոքեվորում։ Գիտեք Դամադյանի ուղեղը ուրիշ ուղեղ էր։ Նույնիսկ ճանապարհին կամ սննդի սեղանի շուրջ շփվելիս այնպեսի մտքեր արտահայտում, որ ես հետո էի հասկանում ինչի նկատի ունի ինքը։ Ու ինչ մեծ հպարտություն ես ապրեցի նաև երբ Մալինկրոդ University-ն էի գնացել Սենթ Լուիսի։ Ու այնտեղ ինձ ներկայացնում էին այդ իրենց կառուցվածքը ու անկյուններից մեկը, պատվո անկյուններից մեկը գիտեք ում էր նվիրված Մայքլ Տեր-Պողոսյանին, որի մասին շատ քիչերը գիտեն, պետկատեի սարքի հեղինակը, աշխարհում առաջի պետկատեն նույնպես հայ է։ Ու ես հպարտություն էի ապրում, երբ որ տեսնում էի, որ այդ մարդու աշխատանքները տեղյակ չէի, որ Սենթ Լուիսում ա դա արվել։ Ու դրանից հետո էլ այդ Սենթ Լուիսում քայլելիս տեսանք շախմատի իրենց մյուզեումը մեր Արոնյանի նկարով ու ես հասկացա, որ մենք ունենք շատ մեծ ավանդի տեր մարդկանց այսօր ու պետք է առաջերտին իրենց փայփայենք, հնարավորինս իրենց օգնենք եւ իրենց այդ էներգիան փոխանցենք մեր երիտասարդ սերնդին։ Իրականում Ես միշտ ունեմ այդ մեծ ամոլական զառանցանքը, որ հայերի, նու իհարկե դա բաց ճշմարտություն է, որ հայերի ուղեղը շատ իրական տենց է, բայց մենակ լավով չեն ճանաչում հայերին արտասահմանում։ Տեսեք, մեր մոտ ծայրահեղություն է, բայց պետքա առաջերտին նախ գնահատենք այդ տաղանդավոր մարդկանց ու փորձենք հնարավորինս օգնենք։ Օրինակ ես մեր կլինիկայում եթե գալիս է տաղանդավոր մարդ, այդ անուններ չտանք, ինչ որ մի վեհ անձնավորություն, ես առաջի հերթին ասում եմ շնորհակալություն։ Այդ շնորհակալությունը ուղղակի բառեր չի հասկանում եք, ես
Իմիջիայլից օրեր առաջ երկրից բացակայում ենք մեր գոլեգաների հետ Նիդերլանդներում ենք ու ինչ է ինձ հուզեց։ Երբ որ բժշկի օրն էր այդ նույն օրը, նստեցինք լանչի, ասենք թեթև նշենք մեր բժշկի օրը։ Ու արգենտինական ռեստորանում եկավ մատուցող պորտուգալացի։ Իմացա, որ բժիշկներ ենք, իմացա, որ նշում ենք բժշկի օրը, գիտեք ինչ ասեց, որ ես երբեք չեմ լսել ոչ մեկի շուրթերից։ Ասեց thank you for your service։ Այսինքն դա նույնիսկ մարմինս փշակալվեց հիմա։ Կարող են տարբեր տիպի շնորհակալություններ հայտնել, չէ՞, բժշկին։ Մերսի այս հետազոտության համար, մերսի այս փոքր ինչ-որ կոմպոնենտի համար, բայց մենք պետք է առաջի հերթին բուժ աշխատողին, ասենք շնորհակալություն ձեր կատարած ծառայության համար։ Ու երբ որ իրականում դա գնահատենք, տեսեք, պորտուգալացի անձնավորություն Ամստերդամում, արգենտինական ռեստորանում։ Ինքը պարտավոր չէր մեր շնորհակալություն հայտնել, համոզված եմ իր կյանքում ոչ մի հայ բժիշկ չի եղել։ Բայց ինքը շնորհակալություն էր հայտնում սրտանց, որպես ուղակի անձ բժշկին, բուժաշխատողին, դա պարտադիր չի ինչ-որ երկրի անձնավորություն լինի, դա international նույն խոսքն է իմ համար, հա, բժիշկը։ Այդ ծառայության համար։ Եվ ես չասեմ կոչ եմ անում, բայց հորդորում եմ մեր բոլոր ընկերներին, բուժաշխատողներին եւ բուժառուներին այդ շնորհակալություն բառը սրտանց հաճախ ասել միմյանց։ Դուք նույնպես ձեր աշխատավայրում, ձեր բուժքրոջը, ձեր գոլեգային, նույնիսկ պացիենտին, ես գիտեք ինչի համար եմ շնորհակալություն հայտնում։ Շնորհակալ եմ, որ անշարժ պարկեցիք։ Այդ ամեն ինչը թվում է թե ինչ-որ փոքր բան է, չէ՞, բայց շնորհակալություն համբերատարության համար, շնորհակալություն, որ դիմացաք այս 15 րոպեն անշարժ։ Իրանք էլ իրենց լավ են զգում, որ դուրս լավ են զգում, դա է մոտիվացնում, այդ չասեմ երեխեքի մոտ այդ է ուզում ասեմ երեխեքին ուրիշ բնական հյութեր ու կոնֆետներ են պահում երեխաների համար ու միշտ որ երեխեքը վերջացնում են մանավանդ ոսենց ծիկ-ծիկ տեսակ լավ էր միշտ երեխեքը ավելի լավ են պարկում։ Մենք ավելի առողջար բան ենք տալիս, սերտիֆիկատ ունեն, որտեղ հատուկ սարքված է երեխայի համար դիպլոմ, գրված է որ խիզախության համար, որ հստակ կատարել է բժշկի ուսումները, ստիկերներ են սարքել եմ Չայլոց ու երբ որ այդ գրքեր ունենք հատուկ սարքած ու այդ ամբողջ երբ որ տալիս ես երեխային, ես ինչ եմ ասում, մալադեց, մեծերից լավ պարկեցիր։ Իրականում ավելի լավ են երեխորը արդեն դրական գնալու է։ Ես 8 տարեկան երեխա ունեի, ով որ եկել էր իր դասարանցու հետ, ով որ MRT էր անցել իր ծնկահոդը ու բերել էին իր դասարանցուն հետը, որովհետև որ ինքը հա, սիտուն վախենալ ոչ ման չկա, մտնում ես չէ շարժվում եւ այլն։ Այնպես որ միանշանակ այդ ամեն ինչը շատ Այսինքն հաճախակի հայտնեք շնորհակալություն բոլորից եւ նաեւ ընտանիքի անդամներից, երեխաներից ու համոզված եմ որ օրը ավելի դրական կընթանա նման դեպքում։ Շատ դրական զրույց ունեցանք, չէ՞։ Եվ առհասարակ շնորհակալ ենք ձեր կյանքի համար, ձեր գիտելիքի եւ ինքներդ ձեզնից, որովհետեւ փաստացի այնտեղ որտեղ դուք կաք, դուք հասել եք, դուք եք հասել դրան, ոչ թե ինչ-որ մեկնադրամ բերել։ Տեսակ այս ոդկասթի շատ կարևոր կետ հանդիսացավ են, թե ինչքան կարևոր է կրթությունը ու սովորելը ու հուսանք, որ մեր լսարանը, մեր դիտորդները այդ ամեն ինչը կվերցնեն ու մենք էլ նարեկա այս դեպքում նարեկա ինչ գլխավորությամբ ինչ որ մարդիկ հանդիսանանք ումից որ իրանք կարող են ինչ որ մի բան սովորել։ Դեք ամենակարևորը որ չմոռանանք, դուք երկուստ էլ չունեք, չէ՞, հովանավորներ։ Սխալ չհասկանանք, ուրիշ հովանավոր չունեք մարդիկ, ովքեր ձեզ ուղղակի վերցնում են տարբեր հաստիկների նշանակում ու դուք դա կհասկանաք։ Self-made մարդիկ ենք։ Այսինքն մենք այսօր պետք է մեր երիտասարդ սերնդին առաջին հերթին ասենք, երբեք չմտածեք, որ եթե ձեր ընտանիքում չկա բուժաշխատող, եթե չկա կլինիկայի ղեկավար կամ բաժնի վարիչ, ուրեմն դուք ապագա չունեք։ Բոլորն էլ նույն հավասարազոր պայմաններ ունեն ու ինձ մոտ այդպես է համոզված եմ ձեզ մոտ էլ, երբ որ զանգում են հարյուրավոր տասնյակ ծանոթ բարեկամների իմ երեխային, իմ ընկերոջ երեխային ընդունեք գործի, բոլորը նույն պատասխանն է։ CV-ն ուղարկում է, գալիս հարցազրույցի, փորձաշրջան, կրթական ծրագիր, հետագայում տեսնում ենք։ Այսինքն բոլորն էլ պետք է իմանան, որ այսօր հնարավորությունները մեծ են եւ եթե դուք ուզում եք, որ հասնեք ինչ-որ բանի, ապա առաջին հերթին այդ թիրախը պետք է լինի այդ victory-ին։ Երբեք ուրիշների վրա չկենտրոնանանք։ Վերջերս մի լավ նկար տեսա, լողի մրցաշարին լողորդը առաջի տեղ զբաղեցնողը նայում էր առաջ, երկրորդ տեղը գիտեք ուր էր նայում։ Առաջի տեղին։ Այսինքն losers focus on winners, winners focus on victory։ Միշտ
թիրախը դրեք ձեր այն նպատակ, որ ուզում եք գնալ ու համոզված եմ, եթե նույնիսկ այսօր fail ունենանք, ինչ որ խնդրում չհաջողենք, իմացեք, որ դա նույնպես այն աստիճաններից մեկը, որ պետք է անցնեք մինչև ձեր կան ուզած։ ուղղակի լիքը փորձեր։ Հա, այնպես որ երբեք Ես ես վերջերս չհուսահատվեք։ բախվում եմ, հատկապես ես վերջերս բախվում եմ մի այդ այսպիսի արտահայտության հետ, հատկապես կներեք իհարկե այդպես է ստացվել իմ որոշ կուրսեցիներից, որ ինձ ասում են դե քո բախտը բերեց, բայց միշտ իմացեք, որ բախտը ոչ մի բան է։ Բախտը կարևոր է, Շանիկ ջան, բայց առաջինը չի, որովհետև բախտից բացին դուք նաև պետք է քրտնաջան աշխատեք, առօրյա ծիրիկուն կարդաք, զարգանաք, որ այդ բախտի հետ համադրված իհարկե ամեն ինչում էլ հաջողությունը այդ լաքը կարևոր է, բայց իմ խորհուրդը կլինի միանշանակ չշեղվել եւ միշտ մոտիվացված առաջ գնալ։ Իսկ եթե ինչ-որ հարցում ել եմ նշում ունենք ինչ-որ մի թերացում կամ fail, ես Մոսկվայից որ վերադարձա, մոտ 5-6 ամիս աշխատանք էի փնտրում, որովհետև կային եզակի բժշկական կենտրոններ, որտեղ կար MRT, բոլորը սեփական, բոլորը արդեն հագեցած մասնագետներով, ես մի պահ նույնիսկ մտածում եի, ասում եի, օքեյ, կարող սխալ ուղղություն եմ ընտրել, որովհետև Հայաստան դեռ պատրաստ չի սրան։ Բայց Ու հետո հասկացա, որ ամեն մի այդ մերժումը, ամեն մի դուրը փակ, որը այդպես էլ չբացվեց, հենց օգնել է, որպեսզի դուք հասնեք ճիշտ դրանը, ճիշտ ուղղությամբ գնաք եւ շարունակական աշխատանքի տեղ չմոռանանք, որ Նարեկ Գարեգին Վիշնա օգնել այսպես ասած ոչ մի չի արել ուղղակի ես շատ լավ հիշում եմ այնպես որ հա այնպես որ What doesn't kill you makes you stronger. And with an open mind everything is possible. Անպայման եւս մեկ անգամ կփորձի, այնպես որ մենք պետք է ուժեղ լինենք։ Շատ ինձ թվում է մոտիվացնող ոդկաստ ստացվեց, մոտիվացնող սովորեցնող, շատ շնորհակալ ենք ձեզ։ Ես եմ շնորհակալ ձեր գործին, ձեր ոդկասթին եւ անձնական կարիերային միայն դրական դինամիկա եմ մաղթում եւ իմացեք, որ ես միշտ ձեր կողքին եմ եւ ամեն ինչով փորձեմ օգտակար։ Շատ շնորհակալ ենք։ Իսկ մենք հիշեցնենք, որ MRT ոդկասթի գլխավոր գործընկերը MRT կլինիկն է։